Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Բարև ձեզ, եթերում իմունիտետ հաղորդաշարն է եւ ես Բրիժ Գրիգոր Ավետյանն եմ։ Իմունիտետ հաղորդաշարը ստեղծվել է ձեր համար եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տանք ձեզ պրակտիկ խորհուրդներ եւ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունը, ազատվել ցավից, կանխարգելել հիվանդությունները, ապրել առողջ ու երջանիկ իմունիտետի հետ միասին։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներով։ Ես որպես պրակտիկ օրթոպեդ իմ անձնական փորձով գիտեմ United Orthopedic-ի որակը, եվրոպական որակը, եւ մենք միշտ տալիս ենք մեր բուժառուներին այն, ինչ կտանք մեր արունակից հարազատներին։ Այն ինչը որ լավն է, առաջարկվում է նաեւ ձեզ։ United Orthopedic-ը հայտարարել է ակցիա մայիսյան տոներին ընթառաջ։ Առաջին 9 բուժառուները, ովքեր որ կհերթագրվեն վիրահատության համար, կստանան նվեր։ Նվեր, պրոֆեսիոնալ կինեզիստի խորհրդատվություն եւ բուժում։ Եղեք առողջ իմունիտետի հետ միասին։ Իսկ այսօր կքննարկենք շատ հետաքրքիր եւ շատ տարածված թեմաներ։ Դրանք ողնաշարի խնդիրներն են, նյարդաբանական խնդիրները, քրոնիկական հոգնածությունը եւ գլխացավերը, այն խնդիրները, որոնք ամեն քայլափոխի հանդիպում են այսօր մեր տեխնոլոգիապես հարուստ եւ զարգացած կյանքում։ Եվ իմունիտետի տաղավարում այս հարցերի շուրջ կխոսենք նյարդաբան, նեյրոմիոգրաֆիայի մասնագետ Անուշ Գասպարյանի հետ։ Բարև ձեզ Բժշկի Գասպարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ ձեր ներկայությամբ մեր տաղավարը գեղեցկացնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ եկեք միանգամից անցնենք ամենակարևոր հարցերից մեկին, մեր երկու մասնագիտությունների օրթոպեդիայի եւ նյարդաբանության խաչմերուկում գտնվող օրգանի մասին խոսենք, ողնաշարի մասին։ Երկուսս էլ շատ դեպքեր ենք ունենում, երբ պացիենտները մոտենում են մեզ, ինձ որպես օրթոպեդ հաճախ դիմում են ոտքի, ձեռքի ցավից, թմրածություններից եւ կարծում եմ, որ դրանք հիմնականում հոդերի խնդիրներ են, սակայն պարզվում է, որ ոչ թե դա գալիս է հոդերից, այլ նյարդաբանական խնդիրներ են։ Օրինակ գալիս են ողնաշարի ճողվածքից։ Եկեք խոսենք սրա մասին, որտեղ է այդ նուրբ սահմանը, ինչպես պետք է մեր հեռուստադիտողը, հիմա երբ որ մեզ նայում է, հասկանա, օրինակ ցավը ճառագայթում է դեպի ոտնաթաթ, սկսում է դեպի աճուկ շրջանից սկսում է ցավը, խփում է դեպի ծնկահոդ, ոնց հասկանա, դա հոդերի ցավ է, թե արդեն նյարդաբանական խնդիր է։ Շատ ճիշտ նշեցիք, սովորաբար հիմնականում դիմում են օրթոպեդներին, տրավմատոլոգներին, ինչու՞ չէ նաև ռևմատոլոգներին, որպես հոդացավեր, որպես առհասարակ ցավեր, բայց վերջում պարզվում է, որ այո, իրականում դա նյարդի խնդիր էր։ Ինչն է շատ կարևոր, առհասարակ շատ կարևոր է բժշկության մեջ այդ միասին աշխատանքը։ Այսինքն, երբ մասնագետները աշխատում են միասին, դա միայն պացիենտի շահից է բխում։ Հայաստանում մի քիչ ընդունված չէ դա ամեն ինչը, որովհետև երբ որ պացիենտին մի մասնագետի մոտ գնալուց ուղղորդում են մեկ այլ մասնագետի մոտ, նրանք մտածում են, թե մենք իրար կոպիտ ասած պաս ենք տալիս, բայց իրականում դա այդպես չի, մենք իրանց համար ենք մտածում, ուզում ենք, որ իրանց համար մաքսիմալ ավելի լավ լինի, այսինքն բոլոր կողմերից իրանք հետազոտված լինեն ու մենք ճիշտ ուղղությունը իմանանք, ճիշտ ախտորոշում իմանանք ու բնականաբար, երբ որ մենք ունենք ճիշտ ախտորոշում, բուժումը ավելի էֆեկտիվ է լինում։ Երբ որ ինչ-որ մի բան բաց ենք թողում, այդ ժամանակ էֆեկտիվ չի լինում։ Ու շատ կարևոր է, որ իրենք նաև հասկանան, որ կարա խնդիրը լինի եւ օրթոպեդիական, եւ նյարդաբանական։ Այսինքն, այնպես չի, որ եթե ունի ցավ, դա կարա լինի միայն մի բանի պատճառով, դա կարա լինի 2-3 ու լիքը բաների պատճառով։ Բոլոր պատճառները պետք է հայտնաբերել, բոլորը պետք է բուժել, որ լիարժեք անցնի։ Ոչ թե որ օքեյ 10-15 օր լավ եմ, վաղը չեմ սորը նորից ցավերը սկսվեց, բա ինչի սկսվեց, բժիշկը լավ չի բուժել։ Անգրագետ էր, բժիշկը չկարողացավ ինձ բուժել, այո։
Ցավոք իրականում մեր հասարակության մեջ այդ ամեն ինչը շատ է։ Ես ու առհասարակ մենք բոլորս սովոր չենք հաղորդումների եւ այլն այդ ամեն ինչը ասենք, միշտ լավ կողմերն ենք ասում, լավ բաներն ենք ասում, sense շատ բժշկական բաներ ենք ասում, բայց ինձ թվում է, քանի որ հաղորդումները բոլորը պացիենտների համար են, ավելի շատ ոչ թե մեր համար, մեր գոլեգաների համար, բժիշկների համար, դրա համար ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի այդ տեսանկյունից նույնպես խոսել ու ասել ու բացատրել, որ մարդիկ հասարակ ժողովուրդը իմանա, որ իրականում մուլտիդիսցիպլինար մոտեցումը այդ ամենաճիշտ մոտեցումն է։ Եովին ճիշտ է բժշկուհի ջան, քանի որ ես ինքս ոչ միայն աշխատում եմ Երևանում, աշխատում եմ նաև Սիսիանում, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ, եւ քանի որ լեռնացի ժողովուրդն հիմնականում ուշացած դեպքեր են գալիս մեզ եւ այդ խառը կլինիկական դեպքերը տեսնելով մենք հաճախ փորձում ենք դիֆերենցենք, տարբերակենք որն է խնդիրը եւ արդեն շատ դեպքերում գալիս են հոդացավերով, բայց խնդիրը հիմնականում լինում է ողնաշարից կամ այո, կոմբինացված է լինում եւ միշտ իմ պացիենտներին ես ասում եմ, որ գիտեք պետք է երկուսն էլ բուժենք, չի կարող լինել այնպես, որ ես օրինակ վիրահատեմ ձեր ծնկահոդը դնեմ էնդոպրոթեզ կամ կատարեմ արթրոսկոպիա։ Իդեալական դեպքում նույնիսկ ձեր ցավերը չեն անցնելու, որովհետև խնդիրը ոչ միայն այստեղ է, դուք ունեք ողնաշարի գոտկային հատվածում ճողվածք կամ ունեք նեյրոպաթիա որոշ ինչ որ եւ ձեր ցավերը չեն անցնելու։ Եվ նույնն էլ հակառակը, եթե բուժենք ողնաշարը եւ չբուժենք վերջույթը, միևնույն է խնդիրը կրկնվելու է։ Եվ խնդրում եմ այդ նուրբ սահմանի մասին եւս եկեք խոսենք, թե ինչպես պետք է տարբերակի մարդը, ոնց գնա եւ որ մասնագետի մոտ գնա առաջինը, ինչ ախտանիշներ պետք է զգա տարբերությունը հասկանալու համար, որովհետեւ այդ սահմանը շատ նուրբ է, շատ նուրբ է։ Շատ լավ, եկեք ես ներկայացնեմ նյարդաբանականները ու սահուն անցում անենք օրթոպեդիականի։ Երբ ունենք ճառագայթող ցավ, եթե մենք սկսեցինք խոսել գոտկային հատվածի խնդիրների մասին, գոտկային ճողվածքների մասին, այսինքն ճառագայթող ցավը պետք է լինի դեպի ոտքեր, դեպի վերջույթներ, աճուկային շրջան, երբեմն որովային շատ ավելի հազվադեպ, կարող է լինել նույնիսկ միսարձակության խնդիրներ զուգահեռ հետակախված թե ողնաշարի որ հատվածից է խնդիրը, ողնաշարի որ հատվածից դուրս եկող նյարդերն են ախտահարված։ Հիմնականում, եթե ունենք ճառագայթող ցավ, ամենաշատը կրկնվողները դեպի նստատեղից մինչև ծունկ, ծնկից ոտնաթաթ, երբեմն ցավ չի լինում, որովհետև այդ ուշացած դեպքերը երբ որ լինում են, մեր ժողովուրդն էլ սիրում է ցավին դիմանալ, ասում է դե լավ ոչինչ կանցնի, գալիս են արդեն պարեզով, ինչ է պարեզը, այսինքն ոտքի թուլություն, ոտնաթաթի կախնկած վիճակ ու զարմանում են, երբ որ ասում են, գիտեք, ձեր խնդիրը ողնաշարից է, ասում եմ, բայց իմ ողնաշարը չի ցավում։ Ամենատարածված արտահայտությունն է, բայց իմ մեջքը չի ցավում, իմ ոտքն է ցավում, այո։ Այդ այն ամենաուշացած դեպքերի մասին է խոսքը, որոնք ցավոք իրականում շատ են ու երբ որ սկսում ենք բացատրել, որ գիտեք, ոտքի նյարդերը դուրս են գալիս ողնաշարի գոտկային հատվածից, այսինքն այդ ամեն ինչը բացատրելուց հետո նրանք նոր ընդունում են, որ այո, դա կարող է լինել այդպես, բայց մինչ այդ միևնույն է իրենք չեն հավատում, ինչու օրթոպեդը ուղարկեց նյարդաբանի մոտ, ինչու մենք արեցինք հետազոտություն, ինչ ենք ողնաշարը նկարում, ինչ ենք գոտկային հատվածը նկարում, որտեղ իր ոտքը թույլ է, вообще մեկը մյուսի հետ կապ չունի։ Այստեղ շատ մի հատ նուրբ, այսպես ասած, այդ սահմանի հետ կապված ուզում եմ նշել նեյրոմիոգրաֆիայի մասին, որը որ տվյալ դեպքում անփոխարինելի հետազոտություն է, թե օրթոպեդների համար, թե տրավմատոլոգների, թե ռևմատոլոգների, թե նյարդաբանների համար, այսինքն այդ սահմանը հասկանալու համար դա նյարդի խնդիր է, թե նյարդը կապ չունի կամ նյարդի որ հատվածից է խնդիրը, որովհետև բնականաբար նաև մենք ոտքերում, տարբեր հատվածներում ունենք նեղ տարածություններ, որտեղով որ անցնում են նյարդերը, մեր թունելները, այսպես ասած, ու շատ հաճախ նաև ունենում ենք թունելային համախտանիշներ, որոնք երբեմն պետք է տարբերակել ռադիկուլոպաթիաներից, այսինքն ողնաշարից եկող խնդիրներից, ու այստեղ մեր համար միակ, այսպես ասած, մեթոդը դա նեյրոմիոգրաֆիան է, հասկանալու համար նյարդի ախտահարման աստիճանը, որ հատվածից է նյարդը ախտահարվում, ինչ կանխորոշումներ կարող ենք ունենալ դրա հետ կապված, ինչպես բուժենք, հետագա դինամիկան ինչքանով փոփոխվեց, ինչը պետք է լի ավելացնել,
Իսկ դուք ձեր պրակտիկայում ինչքան եք կիրառում նեյրոմիոգրաֆիա։ Ես շատ հաճախ եմ կիրառում նեյրոմիոգրաֆիան հաշվի առնելով, որ ես նաև զբաղվում եմ սպորտային վնասվածքաբանությամբ եւ օրթոպեդիայով, արթրոսկոպիաներով, մանավանդ ուսահոդով, մասնագիտացումս նաև ուսահոդն է, ծնկահոդ ուսահոդ։ Շատ հաճախ է լինում, երբ մարդիկ դիմում են մեզ ճառագայթող ցավերով, չեն կարողանում ձեռքը բարձրացնել, մազերը սանրել, ձեռքը մեջքի հետև տանել, ու այստեղ նուրբ սահման կա։ Թե դա պտտող, թե զանիկի, այսինքն ռոտատոր մանժետի մկանախմբի ջլերի վնասման հետևանքով է այդ ամեն ինչը, թե ողնաշարի պարանոցային հատվածի ռադիկուլոպաթիայի, այսինքն նյարդերի ախտահարման հետևանքով։ Եվ միջև գնալը վիրահատության մենք տարբեր հետազոտություններ ենք կատարում, եւ եթե տեսնում ենք ցուցում որոշակի ախտանիշներ, դա թմրածություն կամ թուլություն, նաեւ պարտադիր ուղարկում եմ նեյրոմիոգրաֆիայի։ Եվ այստեղ կցանկանայի, որ մեր հեռուստադիտողների համար ավելի հասկանալի լեզվով մի հատ բացատրենք, թե ինչ է նեյրոմիոգրաֆիան, որովհետև շատ է պատահում, երբ որ ես իմ բուժառուներին ուղղորդում եմ դեպի նեյրոմիոգրաֆիա, վախենում են, ասում են, ոնց բժիշկ ջան, գնալու ենք մեզ տոկի տան, այդ ամենահաճախ հնչող արտահայտություններից է, ու որպեսզի բուժառուն չվախենա, հասկանա, որ դա չէ, մենք տոկի չենք տալի, խնդրում եմ բացատրեք ինչ է։ Շատ լավ նշեցիք, ինձ մոտ էլ երբ որ գալիս են, sense վախեցած արդեն իսկ, որովհետև մտնում են միշտ YouTube-ներում, այդ ֆորումներում, հիմնականում ռուսական ֆորումներում սկսում են կարդալ ինչ է նեյրոմիոգրաֆիան, ու այնտեղ բոլորը գրում են, որ շատ տհաճ հետազոտություն է, շատ ցավոտ է, ասեղներ են մտցնում եւ այլն։ Նախ նշեմ, որ նեյրոմիոգրաֆիան ընդհանուր կատարվում է երկու եղանակով՝ ստիմուլյացիոն եւ ասեղային։ Ստիմուլյացիոնը հիմնականում նյարդի խնդիրները հենց բուն նյարդն ենք մենք հետազոտում, իսկ ասեղայինի ժամանակ նյարդով ներվավորվող մկանը, այսինքն մկանաթելիկների աշխատանքը, հիմնականում դա մի քիչ ավելի ուրիշ խնդիրների դեպքում, տվյալ դեպքում ինչ ենք անում, էլեկտրոդներ ենք կպցնում տարբեր հատվածներում եւ կատարում ենք ստիմուլ էլի որոշակի կետերում, որտեղից որ մենք ստանում ենք նյարդի պատասխան։ Ես միշտ պացիենտներին զգուշացնում եմ, որ այո, դուք ունենալու եք տոկի զգացողություն, բայց դա օգտակար է, այսինքն ինքը իրենց ներկայացնում է ստիմուլ նյարդի համար, այսինքն ճառագայթ չի, վնասակար չի, դրանից հետո ոչինչ չի լինելու, ու առհասարակ նեյրոմիոգրաֆիայի միակ հարաբերական հակացուցումը դա գեներալիզացված էպիլեպսիկ ցնցումներն են։ Եվ նույնպես եմ ասում, դա հարաբերական ցուցում է, ոչ թե բացարձակ առհասարակ հակացուցում չունի, ոչ կարծոստիմուլյատորները, ոչ ինչ-որ այլ խնդիրները, դրանք ոչ մեկը հակացուցում չեն։ Այսինքն ինքը իրենից վնասակար ոչինչ չի ներկայացնում։ Երբ որ սկսում ենք հետազոտությունը, բնականաբար որ պացիենտները սկզբում շատ լարված են լինում, 1-2 արդեն պատկերացնում են ինչի մասին է խոսքը, իրենք էլ արդեն ռելաքս են լինում, բնականաբար երբ որ ռելաքս են լինում, շատ ավելի լավ է անցնում հետազոտությունը, երբ որ լարված են մկանները, լարված են, շատ ավելի դժվար է լինում, ավելի ցավոտ է լինում, այսինքն նեյրոմիոգրաֆիայի գնալուց պետք չէ լարվել։ Դա ամենակարևորն է։ Շատ կարևոր է իհարկե, որ բժիշկը մինչև հետազոտությունը, որովհետև դա սոնոգրաֆիա չի, որ բոլորին հայտնի լինի, որ ինչ լինի գնա սոնոգրաֆիայի, սովորաբար նեյրոմիոգրաֆիա գնում են ուղղորդմամբ, պացիենտները իրենք իրանց էլ տենց չեն որոշում ու գնում նեյրոմիոգրաֆիայի, դա շատ կարևոր է նախապես մինչև հետազոտության գնալը, իրենք իմանան ինչի համար է դա արվում։ Շատ հաճախ նաև այո, երբ որ օրինակ ողնաշարի խնդիրների համար ուղարկում են ստորին կամ վերին վերջույթների նեյրոմիոգրաֆիայի, պացիենտները գալիս են սկսում ենք ոտքերը կամ ձեռքերը հետազոտել, ասում են, ճիշտ է, բայց իմ մեջքն է ցավում կամ իմ պարանոցն է ցավում, ինչի՞ ես դու իմ ձեռքերը, ոտքերը հետազոտում։ Այդ ժամանակ սկսում ենք բացատրել, որ մեր ողնաշարի պարանոցային հատվածից դուրս են գալիս մեր ձեռքերի նյարդերը, մեր ողնաշարի կոդկային հատվածից դուրս են գալիս մեր ոտքերի նյարդերը, այսինքն մեր ոտքերը ուղիղ կապված են մեր ողնաշարի կոդկային հատվածի հետ, ձեռքերն էլ ուղիղ կապված են պարանոցային հատվածի հետ, ու առհասարակ մեր ամբողջ օրգանիզմի նյարդերը իրանք իրար հետ կապ ունեն։ Մենք կարող ենք հետազոտել ամենածայրային հատվածը, բայց ունենանք պատասխան գլխուեղի բջիջից նեյրոմիոգրաֆիայով, օրինակ ճիշտ է դա մի քիչ օրթոպեդիայի հետ կապ ունի, շատ նեղ նյարդաբանական խնդիր է, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ կամ բաս, ինչպես վերջի շրջանում ավելի այսպես ասած հայտնի է դարձել ու ավելի շատ են դեպքերը, որ հայտնաբերում ենք,
գլխուեղի կենտրոնական շարժողական բջիջների ախտահարումը, բայց մենք հետազոտելով ծայրամասային մկանները կարող ենք պատկերացում կազմել գլխուեղի կենտրոնական բջիջների փոփոխությունների մասին ու դրա համար եմ ես միշտ ասում, որ նեյրոմիոգրաֆիայի նման զիլ հետազոտություն ու այն ինչ որ կարա հայտնաբերի նեյրոմիոգրաֆիան բացարձակ ոչ մի հետազոտություն չի կարող դա ցույց տա։ Ես ձեր հետ համամիտ եմ ու առհասարակ նյարդաբանությունը իմ կարծիքով թող մեր մնացած գոլեգաները ինձանից չնեղանան, բայց իմ կարծիքով նյարդաբանություն առհասարակ դա բժշկության թագուհին է, քանի որ մեծ խնդիրները, ամենալուրջ խնդիրները, որ ծանրանում են եւ մարդկանց տանում են միջև անգամ կործանման, սկսում են ամենաթեթև նյարդաբանական խնդիրներից եւ յուրաքանչյուր ծանր հիվանդություն եւս ուղեկցվում է ծանր նյարդաբանական խնդիրներով եւ արդյունքում ամենալուրջ կյանքի որակ փոխող դեպի վատը եւ դեպի լավը փոխող այդ գիտությունը էլի նյարդաբանությունն է։ Այսինքն չկա մի բժշկության ոլորտ, գոյություն չունի բժշկության որևիցե մի ոլորտ, որ ինքը առանձին լինի նյարդաբանությունից։ Ճիշտ եք ու եկեք նաև նշենք պարտադիր քրոնիկ խնդիրների մասին, որը էլի վերաբերվում է ամբողջ բժշկությանը, ոչ միայն օրթոպեդիային, նյարդաբանությանը, այլ բոլոր մասնագիտություններին։ Եթե մենք ունենք քրոնիկ ինչ-որ մի հիվանդություն, քրոնիկ ինչ-որ մի խնդիր, չի կարող այստեղ չմիանալ նյարդաբանական, այսպես ասած, ֆոնը, որովհետև առաջանում է քրոնիկ ցավեր, որոնք կենտրոնական բնույթ են արդեն իսկ կրում, առաջանում է դեպրեսիվ վիճակ, կարող է լինել ընդհուպ մինչև սուիցիդալ մտքեր, նեյրոպաթիկ ցավային համախտանիշները, որոնք շատ ավելի լուրջ, այսպես ասած, այո, ուշադրություն պահանջող խնդիրներ են։ Այո։ Քանի որ խոսեցինք նեյրոմիոգրաֆիայից, եկեք ամենատարածված խնդիրներից մեկի մասին էլ խոսենք եւ հետո անցնենք արդեն հաջորդ փուլին։ Եկեք խոսենք կարպալ թունելի համախտանիշի մասին։ Այսինքն ինչ է կարպալ թունելը, լավ, ինչ է իրենից ներկայացնում, ինչպես ենք ախտորոշում, դե բնականաբար բուժման տարբերակներն էլ ընթացիկ կասենք։ Եկեք սկսենք ամենատարածված ախտանիշից ձեռքերի թմրածությունից։ Ինձ թվում է բոլորը ինչ որ մի օր ձեռքերում թմրածություն ունեցել են, բնականաբար կարա դա լինի նաև նորմալ երևույթ, օրինակ կերակրության ժամանակ, ձեռքի վրա հենվելու ժամանակ, ձեռքի վրա քնելու ժամանակ, իհարկե որոշակի պարոնցային խնդիրների ժամանակ, բայց եթե մենք ունենք այդ ձեռքերի թմրածությունը ստաբիլ ամեն օր, հատկապես գիշերային կամ լուսադեմին այդ ժամերին, եթե այն սկսում է դառնալ մշտական, եթե սկսում է խանգարել, եթե սկսում է արդեն իսկ թուլություն առաջացնել, զգայունությունն է պակասում, այդ դեպքում արդեն իսկ պետք է դիմել բժշկի։ Մեր ժողովուրդը, հատկապես մեր հայ կանայք, իրենք շատ ֆիզիկական աշխատանք անող ժողովուրդ ենք մենք, մեր կանայք սովոր են ֆիզիկական աշխատանքին, ծանր պակետները քաշ տալուն, չգիտեմ, ուբորկա անելու եւ այլն, ու շատ հաճախ այդ կարպալ թունելի սկզբնական շրջանները բաց են թողնվում, որտեղ ասում են դե լավ շատ եմ աշխատել, դե լավ հոգնել եմ, հեսա կանցնի, ու գալիս են այն ժամանակ, երբ որ արդեն իսկ դա վիրահատական փուլում է գտնվում։ Ու երբ որ ասում են, գիտեք ինչ եք այսքան ուշացրել, ասում են, դե նոր է սկսել խանգարել, բայց իրականում դա իրենց նոր չի սկսել, երբ որ հարց ու փորձ են անում, իրենք ասում են, դե հա մի 2-3 տարի արդեն թմրում են ձեռքերս, բայց իրենք գալիս են այն ժամանակ, երբ որ արդեն ուժն է պակասել, երբ որ արդեն բաժակ չեն կարողանում բռնեն, երբ որ դանակը չեն կարողանում բռնեն, երբ որ ուզում են օրինակ սանրվեն, չեն կարողանում սանրվեն։ Ու այդ ժամանակ նյարդը հետազոտելով իրականում վերջի շրջանում նաև մենք անում ենք նյարդի սոնոգրաֆիա կարպալ թունելի շրջանում, որը որ շատ համալրում է, այսպես ասած, մեր նեյրոմիոգրաֆիկ հետազոտությանը, եթե դա արդեն իսկ վիրահատական խնդիր է, շատ ավելի էֆեկտիվ է լինում վիրահատող բժշկի համար երկու պատասխաններ ունենալը, նոր, այսպես ասած, համալրում է վերջի 1-2 տարիների ընթացքում ավելի հայտնաբերված, բայց բուն նյարդի վիճակը, թե ինչքանով է այն վերականգնվել, ինչքանով է այն արդեն իսկ ախտահարված, ինչքան նյարդաթելիկներ են տուժած, այդ նյարդաթելիկներով ներվավորող մկանը ինչքանով է արդեն իսկ վնասված, դա միայն նեյրոմիոգրաֆիան է անում։
Այո, իսկ բուժման տարբերակները կարող եք ասել դեղորայքային բուժման տարբերակներ ունեք, անում եք դեղորայքային բուժում։ Եթե սկզբնական շրջաններում են, ամենաթույլ շրջանում, երբ որ ունենք զուտ զգացող նյարդաթելիկների ախտահարում, ես հաճախ իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս սպլինտ կոչվում է, դաստակի ֆիքսատորներ, գիշերային ժամերին կամ ֆիզիկական աշխատանք անելուց շատ էֆեկտիվ է։ Իրական, եթե ձեռքը չեն ծանրաբեռնում, շատ սիրում են բժշկի գալ սկզբնական ստադիաներում կարպալ թունելի խնդիրների համակարգչով աշխատող պացիենտները, որտեղ իրենց դա սկսում է խանգարել, հենց թմրածությունը ունենում են շատ լարված ամբողջ օրվա ընթացքում աշխատում, դա իրենց խանգարում է։ Իրանք շուտ են գալիս, այսինքն հիմնականում առաջինից երկրորդի անցման ստադիան։ Այդ ժամանակ դեղորայքային բուժում, ֆիզիոթերապիա, ֆիքսատոր շատ լավ օգնում են ու կարգավորում են։ Երկրորդից հետո արդեն երբ որ միանում են շարժողական նյարդաթելիկների ախտահարումը, որոշակի տոկոսից, այսպես ասած, ավելին, ես սովորաբար ուղղորդում եմ վիրահատության, որտեվ ինչքան էլ այո մենք բուժենք, դա լինելու է ժամանակավոր, մի օր ինքը գնալու է վիրահատության։ Վերականգնել սկզբնական ստադիային գրեթե անհնարին մոտ բան է։ Վիրահատում ենք, ազատում ենք, այսպես ասած, թունելը, նյարդի հաղորդականությունը, հետո սկսում ենք բուժել։ Իհարկե 4-րդ ստադիաները, վերջի ստադիաներն էլ են շատ, երբ որ մենք առհասարակ այլևս նյարդ չունենք, աքսոն չունենք, մկանել լրիվ ատրոֆիայի ենթարկված, ուժը պակաս, չգիտեմ իրականում նման դեպքերում որպես վիրահատող բժիշկ դուք ինչ եք անում։ Արժի իրան վիրահատել, թե ոչ։ Այդ դեպքում իրականում գնահատում ենք կլինիկա։ Գնահատում ենք ոչ միայն նյարդը, գնահատում ենք հարակից մկանային հյուսվածքները, գնահատում ենք նաև հնարավորությունը, թե ինչքան ինքը կվերականգնվի։ Եթե տեսնում ենք, որ այլ ընդհանրապես անելիք չկա, իհարկե անիմաստ վիրահատության չենք տանում։ Բայց եթե որոշակի հնարավորություն տեսնում ենք, հաշվի առնելով, որ ինքնին վիրահատությունը մեծածավալ չի, ինքնին վիրահատությունը կարելի անել սկսած տեղային անզգայացումից կամ ռեգիոնալ բլոկադայով ուղղակի ձեռքը անջատելով, որը շատ կոմֆորտ վիրահատություն է լինում, փոքրիկ ընդամենը մի քանի սանտիմետր, 3-ից 4 սանտիմետր կտրվածքով մենք այդ վիրահատությունը կատարում ենք ընդամենը 15 րոպեվա ընթացքում եւ մարդը ազատվում է իրան տարիներով տանջող խնդրից։ Այնպես որ երբ որ արդեն երկրորդ աստիճանը երբ որ կա շարժողական նյարդերի խնդիր, ես ինքս միշտ բոլորին խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ գնալ վիրահատական միջամտության, քանի որ նյարդը ինքնին եթե հասավ արդեն վերջին ստադիային, վերջին փուլին, մենք չենք կարողանալու դա վերականգնենք եւ դա տանում է խորը ինվալիդիզացիայի, խորը հաշմանդամության, մարդու կյանքի որակը այլևս չի վերականգնվելու։ Վերջի վերջո ձեռքերը դրանք են օրգաններն են, որ մեր առօրյա կյանքում սկսած հաց ուտելուց, երեսը լվանալուց, ամենակարևորն ասեմ, ձեր երեխաներին սիրելուց, հա, այդ ամենակարևոր իրողությունները կատարում են ձեռքերով։ Եվ մենք չպիտի կորցնենք մեր մատորիկան, չպիտի կորցնենք մեր հնարավորությունը, դրա համար պետք չի ուշացնել։ Եթե կա խնդիր, միանգամից դիմել բժշկի, գնալ բուժման եւ այստեղ էլ է նուրբ սահմանը, պետք է իմանալ ում դիմել։ Նմանատիպ խնդիրներով զբաղվում են օրթոպեդները եւ միկրովիրաբույժները։ Երկու մասնագետներն էլ զբաղվում են եւ երկուսն էլ ունեն իրենց զբաղվելու եւ նույն բանն են անում իրականում։ Բայց ես խորհուրդ կտամ նաեւ մեզ դիտող գոլեգաներին, մանավանդ նոր սկսող, նոր մտնող դեպի բժշկական ասպարեզ մեր գոլեգաներին, որ ոչ միշտ է պետք առաջինը գնալ վիրահատության։ Միշտ պետք է փորձել սկզբից բուժել։ Բուժելու տարբեր ձևեր կան՝ դեղորայքային, ֆիքսատորներ, ֆիզիոթերապևտիկ միջոցներ, վարժություններ, պետք է գնալ վիրահատության միայն այն ժամանակ, երբ ոչ մի կոնսերվատիվ բուժման մեթոդ չի օգնում։ Ճիշտ, եւ այդպես շատ ավելի շնորհակալ կլինեն ձեզանից։ Եկեք մի բան էլ անպայման նշենք, եթե գնում են վիրահատության արդեն իսկ այդպես, այսինքն այն աստիճանի ենք, որ այո մենք վիրահատում ենք, վիրահատող բժիշկը պարտադիր պիտի պացիենտին նշի, որ վիրահատությունից հետո, եթե ունենք նյարդի վնասում 20 եւ ավելի տոկոս, աքսոնալ վնասում,
պետք է պարտադիր հետագայում զբաղվել նյարդի վերականգնմամբ, որտեղ շատ դեպքերում այո, վիրահատում են վիրահատող բժիշկները, բայց պացիենտի մոտ նյարդը չի վերականգնվում, հետո գալիս են ասում են ես վիրահատեցի, բայց ոչինչ չփոխվեց, բայց ինքը վիրահատությունից հետո ոչինչ չի արել, ինքը ուղղակի ազատել է նյարդը, բայց ազատելուց հետո նաև պետք է նյարդը վերականգնել։ Այդ շատ կարևոր սահման է, որը շատ հաճախ ես դա հենց որպես նյարդաբան չեմ ասում, որպես նեյրոմիոգրաֆիայի մասնագետ եմ ասում, մենք շատ հաճախ դա տեսնում ենք, այսինքն օքեյ, եկավ նախավիրահատական շրջանում, մենք զննեցինք աստիճան եւ այլ նյարդի վիճակը գնահատեցինք, աքսոնների վիճակը գնահատեցինք, ինչքանով են ախտահարված, վիրահատեց, եկավ 6-ից 8 շաբաթ անց, 3 ամիս անց, 6 ամիս անց, ոչինչ չի փոխվել։ Ну, շատ չնչին է փոխվել։ Այնպես չեմ ասի, որ ոչինչ չի փոխվում, բայց այն նյարդը, որ կարող էր լիարժեք վերականգնվել այդ ժամանակահատվածում, ինքը չի վերականգնվել, որտեղ պացիենտը զուտ վիրահատել է, էլ ոչինչ չի արել։ Այդ շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Հետ վիրահատական շրջանը տվյալ դեպքում ամենակարևորն է։ Համաձայն։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր եվրոպական որակի էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները մեծ հռչակ են վայելում Ամերիկայում, Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Եվ ունեմ շատ լավ նորություն ձեզ համար։ Մայիսյան տոներին ընդառաջ United Orthopedic-ը հայտարարում է մեծ ակցիա։ 9 հոգի, այն 9 հոգին, ովքեր որ առաջինը կզանգահարեն եւ կհերթագրվեն վիրահատության, նրանք կստանան նվեր պրոֆեսիոնալ կինեզիստի խորհրդատվություն եւ բուժում։ Ընտրեք United Orthopedic-ը եւ բարելավեք ձեր կյանքի որակը։ Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Եվ քանի որ խոսեցինք նեյրոմիոգրաֆիայի մասին, եկեք խոսենք նաև պոլինեյրոպաթիաների մասին, քանի որ ես ինքս շատ հանդիպում եմ պացիենտների շաքարային դիաբետից ելնելով պոլինեյրոպաթիաներ եւ տարբեր խնդիրներից ելնելով։ Եկեք ձերա մասին խոսենք, որովհետեւ շատ տարածված խնդիր է։ Ես համոզված եմ, որ սա կհայտակրկրի մեր հեռուստադիտողներին եւ շատ օգտակար կլինի։ Այո, նամանավանդ երբ պոլինեյրոպաթիաները նոր ստադիայի են լինում, նրանք սկսվում են ոտքերի ստորին հատվածներից։ Ու շատ հաճախ է լինում, որ հենց ոտքերի ստորին հատվածներում ոտնաթաթի տակ ունենալով թմրածություն այրոց ցավ, նրանք դիմում են օրթոպեդներին։ Բայց պարզում է, որ ոչ մի օրթոպեդիական խնդիր չկա։ Այլ պոլինեյրոպաթիաներն շատ ճիշտ նշեցիք, ամենահաճախ հանդիպում են դիաբետիկ նեյրոպաթիաները, բայց կան մի շարք այլ նեյրոպաթիաների ու պոլինեյրոպաթիաների տեսակներ, որոնք կարող են ախտահարել թե զգացողական նյարդերը, թե շարժողական նյարդերը, թե երկուսը միասին, կարող են նույնիսկ լինել սուր առաջացած պոլինեյրոպաթիաներ, ընդհանուր մինչև լետալ ելքով, վերջի շրջանում էլի շատ հաճախ COVID-ից հետո են հանդիպում Գեմբարի համախտանիշները, երբ որ շատ արագ մի քանի օրվա ընթացքում կարող է նյարդերի ախտահարումը ոտքերից հասնել մինչև շնչափող, ախտահարելով շնչառական նյարդը, առաջացնելով շնչառական կանգ եւ սրտի կանգ, որը որ ունի լետալ ելք։ Այսինքն որպես կանոն քնած ժամանակ է, չէ՞, դա տեղի ունենում, թե պարտադիր չի։ Երբ հասնի, այսպես ասած, այդ աստիճանի, շատ լավ է, որ սովորաբար վերջի շրջանում, քանի որ բոլորս արդեն իսկ շատ ենք տեսել, շատ ենք զբաղվում, շատ արագ արձագանքում ենք եւ լետալ ելքեր վերջի մի քանի տարիներում Հայաստանում, նո համենայն դեպս ես չգիտեմ, չենք ունեցել, բարեբախտաբար, այո, շատ արագ ախտորոշվում է եւ ճիշտ ու արագ բուժումը կազմակերպելու դեպքում այդ բավականին բարդ խնդիրը ու լետալ ելքով խնդիրը կարելի է լիարժեք բուժել։ Դրա համար եկեք մեր բոլոր հեռուստադիտողներին, պացիենտներին, չգիտեմ, բժիշկներին, բոլորին ասենք, եթե պացիենտը ունի ստորին վերջույթներից սկսվող թմրածություն, թուլություն, զգացողական խանգարումներ,
չհետաձգեն, չասեն դե լավ կանցնի, վաղը կանցնի, մի ամսից կանցնի, ինչքան շուտ դիմենք ու առհասարակ մեր նյարդաբանական խնդիրների դեպքում, երևի թե առհասարակ բժշկության մեջ բոլոր խնդիրների դեպքում, ինչքան շուտ բժշկի դիմենք, շուտ ախտորոշում ունենանք, այդ սկզբնական շրջանում բոլոր հիվանդությունները վերադառնալի են եւ բուժելի են։ Կամ գոնե այն հիվանդությունները, որոնք որ պրոգրեսիվող են եւ վերջնական բուժում չունենք, մենք կարող ենք կանգնացնել այդ հիվանդությունները, որպեսզի չհասնի այն վիճակի, որ մարդ ուղղակի ոչինչ չզգա, քայլի, չգիտեմ, ասեղների վրայով, ոտքը այստեղ այնտեղ խփի, ոչինչ չզգա ու հետագայում ունենանք ավելի բարդ խնդիրներ, կամ հասնի այն վիճակի, որ շարժողական խնդիրներ ունենա, քայլքի խնդիրներ ունենա, չկարողանա քայլել, դուրս գալ ու բնականաբար, երբ որ մենք ունենք շարժողական խնդիրներ, դա մեր կյանքը բարդացնում է։ Մեր ժողովուրդը չի սիրում շուտ դիմել բժշկի, դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն իրականում մենք շատ քիչ բան կարող ենք անել։ Միշտ տարածված է դանակը ոսկորին է հասնում, նոր գալիս։ Այո, հատկապես մարզերի պացիենտները իրենք ավելի, այսպես ասած, ինքնազոհ են եւ ավելի ուշ են դիմում, բայց ցանկալի է, խնդրում, կոչ եմ անում բոլորին, ինչքան հնարավոր է, եթե դուք ունեք գանգատ, որը որ տևում է մի քանի օր եւ ավել, որը որ բնորոշ չի ձեզ, որը որ օքեյ ինչ-որ մի բան ունեցել եք, բայց փոխվել է, անպայման դիմեք բժշկի, մի ասեք, թե լավ այսօր կանցնի, վաղը կանցնի, ժամանակ չունեմ, այս չունեմ, այն չունեմ, դա լուծում չէ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր նրբություն կա, որ շատ ժամանակ նման պացիենտները, նման բուժառուները դիմում են տարածքային պոլիկլինիկաներ, դիմում են իրանց ԱԱՊ-ները եւ մարդկանց ուղղակի տրվում է դեղորայքային բուժում որպես կանոն ցավազրկող, հիմա չեմ ուզում դեղորայքի անուններն էլ տալ, քանի որ դուք էլ ես էլ շատ հաճախ հանդիպում ենք, տպավորությունն այնպես է, որ ինչ-որ մեկը ուղղակի պատճենել է այդ դեղատոմսերը ու սկսել տարածել է, չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, չեմ ուզում ցույց տալ, որ մենք որևիցե մեկից ավելի շատ գիտենք, ուղղակի այստեղ նրբություն կա, երևի թե մենք ավելի շատ ենք դրա հետ շփվում, այդ խնդիրների հետ եւ դրա համար ավելի շատ գիտելիքներ ենք ձեռք բերել, չասենք, որ ի սկզբանե իմացել ենք տարիների ընթացքում փորձից ելնելով, ստիպված լինելով, կարդացել ենք, տեսել ենք, սովորել ենք, հետաքրքրվել ենք ու հասկացել ենք, որ գիտեք, չէ, պետք է ամեն ինչին շատ լուրջ վերաբերվել, քանի որ տեսել ենք նաև դրանց բարդությունները։ Ինչպես ասեցիք, շատ դեպքերում են բուժառուները գալիս են վնասվածքներով, քանի որ այլևս չեն զգում, հա, երբ որ հարցնում ես, բա ինչի շուտ չէի գալիս, պարզում է, որ չէ, գնացել են ինչ-որ բուժումների, հետո այդ բուժումները տեսել են օգուտներ չունի, գնացել են արդեն իսկ ինքնաբուժության, ինչ-որ հեքիմների, սնխչիների, արդեն 21-րդ դարն է, բայց մարդիկ միջև հիմա գնում են ինչ-որ անհասկանալի մարդկանց մոտ, չգիտես ինչեր են անում, չնայած պետքա էդ էլ ասեմ, որ կան նաև սնխչիներ, որ ասում են, ես մեր խելքի բանը չի, գնացեք բժշկի հարգանքներս այդ դեպքում ես շատ կարևոր է նշել, որ պետք է գնալ ճիշտ մասնագետի մոտ։ Եթե ունեք վերջույթներում ունեք թմրածություն, եթե վերջույթներում ունեք ցավ, ուրեմն հիշեք, պետք է դիմել կամ նյարդաբանի, կամ օրթոպեդ վնասվածքաբանի եւ եթե դա մեր մասնագիտական խնդիրը չէ, մենք անպայման ձեզ կուղղորդենք այն մասնագետի մոտ, ով որ պետք է պրոֆեսիոնալ զբաղվի այդ խնդիրներով։ Անկախ մասնագիտությունից ու անկախ երկրից, իրականում նաեւ մենք ունենք շատ լավ բժիշկներ առաջին օղակում, եկեք դա էլ նշենք, շատ լավ բժիշկներ, ովքեր որ այո, շատ ճիշտ ուղղորդում են անում, երբ իրենց խնդիրը չի, իրենք ուղղորդում են ճիշտ մասնագետի մոտ, ճիշտ հետազոտության են ուղղորդում, այսինքն ախտորոշում դնել ճիշտ ուղղությամբ իրենք գնում։ Այնպես չի, որ մենք ասում ենք պոլիկլինիկա մի դիմեք, չէ, անպայման սկզբնական շրջանում, այո, գնում ենք պոլիկլինիկա, դիմեք մասնագետից, դիմեք ձեր թերապևտին, չգիտեմ, թերապևտը արդեն կուղղորդի նեղ մասնագետի, եթե կարիք կլինի, բայց պացիենտը թող ինքն էլ իմանա, եթե գնում է բժշկի, եթե չի օգնում այդ բուժումը, պետք չի սպասել ինչ որ ամիսներ ու տարիներ, որոշակի թող լինի 2 շաբաթ, թող լինի 20 օր, օքեյ, դրանից հետո եթե չի օգնում, դիմեք այլ մասնագետի կամ այլ ինչ որ հետազոտություն անել, պետք չի էլի այտենց տարիներով գնալու։ Իհարկե, թող այնպեսի տպավորություն էլ չստեղծվի, որ առաջնային օղակի մեր գոլեգաներին ենք փնովում, ոչ,
ես շատ լավ գիտեմ ինչ են անում, ինչ օրեր են քաշում, ինչ հատկապես հերթերի հիմա։ հատկապես հիմա փառք ու պատիվ մեր գոլեգաներին, որովհետև առավոտից մինչև իրիկուն աշխատում են հանուն մեր բնակչության եւ իրենք իրենց այրելով, մաշելով ծառայում են մեր հայ ազգին, փառք ու պատիվ իրենց։ Ու իրականում երկիրն էլ կապ չունի, երբեմն ես լսում եմ, որ ասում են դե Հայաստանում ինչ բժշկություն, հավատացեք Եվրոպայում, նույն Գերմանիայում, նույն Ֆրանսիայում, նույն, չգիտեմ, Իսրայելում, որ այդքան տենց մարդիկ կան աստվածացնում են, այնպիսի դեպքեր են ունենում, ու նենց վիճակով են մարդիկ գալիս, ու հետագայում էլ ասում են, չէ, մեկը մեր Հայաստանից լավ տեղ չկա, ու ավելի լավ բժշկություն չկա, ճիշտ է, միգուցե մենք այդքան զարգացած տեխնիկա չունենք, ինչքան որ նրանք, Բայց մենք մարդակենտրոն ենք։ բայց այո, ու մեր մասնագետները շատ ավելի լայն են մտածում, քան շատ դրսի մասնագետներ, ովքեր որ հենց մենակ տեխնիկաներով են առաջնորդվում ու սպասում են տեսնեն այդ տեխնիկան ինչ պատասխան կտա։ Այո, լիովին համաձայն եմ ձեր հետ եւ եկեք սաղուն անցում կատարենք այսօրվա ամենատարածված խնդիրներից մեկին։ Դա քրոնիկական հոգնածությունն է, քանի որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արդեն ամենուրեք գադջետներ են, անլար ականջակալներ, սմարթֆոններ, համակարգիչներ, ամեն ուր ուղղակի կապույտ էկրաններ եւ ունենք քրոնիկ հոգնածություն, ցավ, դեպրեսիա, նյարդային լարվածություն, չասենք այն ընդունված եւ տարածված բառը, այո, չասենք մենք այդ արգելված բառը չասենք, ասենք նյարդային լարվածություն, խնդրում եմ դրա մասին խոսենք, քանի որ շատ արդիական է եւ արդեն իսկ տարիքն էլ կապ չունի։ Փոքրիկ երեխայից սկսած արդեն այդ խնդիրները կան։ Ասեմ ավելին, հիմնականում քրոնիկ հոգնածությունով դիմում են երիտասարդները։ Ուսանողներ, միջին տարիքի երիտասարդներ, ինչի ես ինքս իմ փորձից ելնելով հասկացել եմ ինչի, որտեղ նրանք բոլորը ունեն քրոնիկ քնի խնդիր։ Նրանք բոլորը քնում են սխալ, բոլորը քնում են ուշ, բոլորը զբաղվում են անդադար գադջետներով ու դրանք համար մեկ պատճառներն են քրոնիկ հոգնածություն ունենալու։ Եթե մենք չենք քնում ճիշտ, միգուցե քնում ենք 8 ժամ, բայց եթե քնում ենք սխալ, դա նույնպես բերում է քրոնիկ հոգնածության։ Այսինքն օրգանիզմը եթե խորը քնի փուլ չի ունենում, իսկ պրակտիկորեն եթե մենք քնում ենք 2-ից հետո մենք առհասարակ խորը քնի փուլ կարելի ասել չենք ունենում, կապ չունի քանի ժամ ենք քնում։ Այսինքն այն խորը քնի փուլի մասին է խոսքը, երբ մեր օրգանիզմը նյութաբուխանակությունը հասցնում է վերականգնվել եւ հասցնում է հանգստանալ, մկանները հասցնում են ռելաքս լինել, ստրեսի եւ երջանկության հորմոնների բալանսը կարգավորվում է, այդ ամեն ինչը բերում է քրոնիկ հոգնածության համախտանշին։ Նաեւ այս վերջի շրջանում մենք այսպես ասած գլամուր ախտորոշում ունենք մենեջերի համախտանիշ։ Որն է դա։ Լուսաբանեք, քանի որ ես երևի այդ հարցում հետամնացեմ ինձ լուսաբանել։ Մենեջերի համախտանիշ նյարդաբաններն են կոչում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են ինչ-որ բան ղեկավարելով, նրանք անդադար տենց որ կապի մեջ են, էս են անում, են անում, սրա հետ են խոսում, այդ են խոսում, անդադար հեռախոսների մեջ են, ես պիտի սա անեմ, ես պիտի նա անեմ, ես այս չհասցրեցի, մյուսը չհասցրեցի, ու իրենք սովորաբար շատ հաճախ նաև աշխատում են գիշերը, այսինքն ոչ բաներ չեն հասցնում ու սա անում են գիշերը ու իրանք բոլորը դարապում են քրոնիկ հոգնածությամբ, իսկ քրոնիկ հոգնածությունը ինքը իրենով նաև բերում է դեպրեսիվ վիճակների։ Նրանք գալիս են այն ժամանակ, երբ որ արդեն ունեն դեպրեսիա, երբ որ արդեն դեպրեսիան վերածվել է փսիխոսոմատիկ խնդիրների, այսինքն իրանք ունեն ցավեր, այդ ցավերի պատճառները ոչ ոք չի կարողանում հայտնաբերել, որտեղ իրականում օրգանական խնդիր չկա, բոլոր նեղ մասնագետների մոտով արդեն անցել են, վերջում ասել են, չէ, դու պետք է գնաս նյարդաբանի կամ հոգեթերապևտի մոտ, որովհետև քո խնդիրը դեպրեսիան է կամ նևրոզն է, այսպես կոչված, կամ արգելված բառերը, այո, կամ հոգեբանական պետք է գնաս հոգեբանի մոտ, մեր հասարակությունը դա էլ չի սիրում ընդունել, որ ինքը չունի օրգանական խնդիր, բայց իր ինչ-որ մի օրգանը ցավում է, չի կարողանում ընդունի, որ ոնց կարա սիրտս ցավա, բայց ես սրտի խնդիր չունենամ, ոնց կարա ստամոքսս ցավա, աղիքներս նորմալ չգործան, ես անդադ ունենամ սպազմ, բայց իմ սաղ օրգանները նորմալ են, ոնց կարա ճնշումս տատամի, բայց ես ոչ մի խնդիր չունեմ, ու նման մի շարք խնդիրներ օրգանական, որը որ կարա լինի սկսած քրոնիկ
ուղակի ոտքի ցավից, մինչև գլխացավեր, մինչև ներքին օրգանների ցավեր, միսարձակության խնդիրներ, մարսողական խնդիրներ, ճնշման տատանումներ, կտրուկ մինչև 200-220 կարա լինի, այո, դա կարա լինի ոչ օրգանական խնդիրների, պսիխոսոմատիկ խնդիրների պատճառով։ Այո, ես կփաստեմ այն բոլոր ձեր ասածների տակ կարող եմ մի քանի շերտով ես ստորագրել, քանի որ ինքս անընդհատ հանդիպում եմ ու հենց երիտասարդների մոտ, քանի որ զբաղվում եմ սպորտային վնասվածքաբանությամբ, շատ են դիմում կիրակնօրյա սպորտսմենների մասն է իհարկե խոսքը, ոչ պրոֆեսիոնալ մարզիկների, մոտենում են մարդիկ նմանատիպ տարբեր խնդիրներով եւ երբ որ իրենց ապրելակերպի մասին սկսում ենք անամնեզ հավաքել, բարձում է որ հա նորմալ չեն քնում, նորմալ չեն սնվում, չեն հանգստանում, չունեն հանգստյան օրեր, արդարության համար պետք է ես ինքս խոստովանեմ, որ գոնե 2 տարի առաջ ես ինքս այդպես էի ապրում, հա 24/7 ռեժիմով հաշվի առնելով Սիսիանում իմ աշխատանքը եւ լինելով միակ մասնագետը, ասում բոլոր բժիշկները այդպես ինչ որ հա ինչ որ մի փուլ ապրում ենք մենք ու ես այդ ամեն ինչը ապրել եմ եւ ոնց է փոխվում, սա էլ է պետք է ասել, որ փոխվում է ապրելակերպը փոխելով, այսինքն lifestyle բուժումն է այստեղ, եթե դու փոխում ես ապրելակերպը, կարգավորում ես քնիտ ռեժիմը, զբաղվում ես ակտիվ կյանքով, սպորտային կյանքով ես ապրում, դա շաբաթական 2-ից 3 անգամ ստաբիլ մարզումների գնալն է եւ շատ հետաքրքիր մի հատ հատված կա, որ ես հիմա իմ պարտադիր բոլոր բուժառուներին, իմ պացիենտներին պարտադիր ասում եմ անկախ տարիքից, քնեք շուտ, արթնացեք շուտ, հնարավորինս շուտ եւ տրամադրեք ձեզ օրվա առաջի շրջանը, գոնե կես ժամը յուրաքանչյուր մարդ ինքը արժանի է, որ արթնանալուց հետո մի կես ժամ իրան տրամադրի, չվերցնի հեռախոսը, չմիացնի սոցիալական կայքերը եւ այդ ինֆորմացիոն աղբը չընդունի իր մեջ, այլ տրամադրի իրեն այդ կես ժամը լռության մեջ ինքը իրենով զբաղվի, իր մարզանքները անի, շատ պետք չի մարդը գնա դառնա պրոֆեսիոնալ մարզիկ։ Իր թեթև մարզանքներն անի ու այդ արդեն իսկ սկսում է սկիզբը առողջ կյանքի։ Այսպեսի ֆրազա ունեմ ես, միշտ իմ պացիենտներին ասում եմ, դարձել է թևավոր խոսք, արդեն լսել եմ, որ տարբեր ուրիշ տեղերից են լսում ու գալիս են իրենք են ինձ ասում, հետո հասկանում եմ, որ որտեղից են էլի լսել, ես միշտ պացիենտներին ասում եմ, պիտի քնեք այսօր, արթնանաք վաղը։ Այդ շատ կարևոր է, շատ պետք է քնել այսօր, այսինքն մինչև 12-ը եւ արթնանալ հաջորդ օրը, այսպես ասած, այո, նույնիսկ գիտեք հետազոտություններ կան արված, ամենաառողջ որոշակի խումբ 18-ից 20 տարեկան երիտասարդների շրջանում Չինաստանում արվել այդ հետազոտությունը, նրանք ամեն օր 1.5 ժամ տվել են դեռահասներին սուներին ավելի ճիշտ ոչ թե դեռահասներին սմարթֆոնները ու իրանք 90 րոպե անդադար թերթել են այդ ռիլերը։ Այդ կարճ ինֆորմացիաները իրենք զբաղեցնում են որոշակի ուղեղի կենտրոններ, որոնք որ բերում են հիշողության անկման, տագնապային վիճակների, տագնապային պանիկատականների, այսպես ասած, քրոնիկ հոգնածությունների ու քնի խանգարումների։ Այսինքն, այն որ մենք աչքերս բոլորս սովորենք, աչքերներս բացում ենք, հեռախոսը վերցնում ենք, միանգամից սկսում ենք թերթել ով ինչ էր գրել, ինչ էր արել, ինչ տեսանք, այն որ իբրև թե նորություններից տեղյակ լինելու համար դա ոչ մի լավ բանի չի բերում։ Այդ նորությունները, եթե լինեն ռեալ ու պետքական, իրենք ուրիշ տեղից գալու են մեզ։ Մենք այդ ռիլ թերթելով ոչ մի լավ բանի չենք գալու։ Բացակներս ասում են, բայց ռիլերը որ չթերթենք, ձեր ռիլերը չենք տեսնելու։ Ես կարող եմ համոզված ասել, որ անպայման ձեր մասին կիմանայի։ Բայց ես էլ ասում եմ ոչինչ, դուք իմ մասին մի իմացեք, բայց այդ ռիլերը մի թերթեք, որ կարիք չունենաք իմ օգնության։ Սիրելի հեռուստադիտողներ, Իմունիտետ հաղորդաշարը բաց հարթակ է եւ այն ստեղծվել է ձեր համար։ Այն ստեղծվել է, որպեսզի մենք կարողանանք ձեր խնդիրների մասին խոսել, տալ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ ապրել առողջ, պահպանել առողջությունը եւ զերծ մնալ այն ամենից, ինչը տանում է ձեր առողջության կործանմանը։ Այնպես որ դուք լիովին ազատ եք գրել մեզ, ուղարկել հաղորդագրություններ, վերցրեք ձեր հեռախոսը ամենահասարակը, նկարեք ձեզ,
Ձեր խնդիրների մասին խոսեք, պատմեք եւ ուղարկեք մեր սոցիալական կայքերի էջերին։ Իսկ որպեսզի ավելի հեշտ լինի, մենք փորձել ենք որոշակի փոփոխություններ մտցնել։ Դուք կարող եք այդ հաղորդագրությունները ուղարկել ուղիղ իմ պրոֆեսիոնալ էջին, Facebook-յան էջին եւ իմ WhatsApp-ին, որի հղումները դուք կտեսնեք ներքևում։ Անպայման ուղարկեք ձեր հարցերը եւ մենք պարտադիր դրանք կհետևենք, կտեսակավորենք, որին պետք լինի անձամբ կպատասխանեմ տեղում, որը շտապ լինի, իսկ ամենաշատ հնչող հարցերի շուրջ մենք կկազմենք առանձին թողարկումներ։ Այս հաղորդաշարը ստեղծվել է ձեր համար։ Մենք սիրով սպասում ենք ձեր հարցերին։ Իսկ հիմա անցնենք ամենահաճախ տրվող հարցերին։ Գիշերը եւ առավոտյան արթնանում եմ ձեռքերիս, հատկապես մատներիս ուժեղ թմրացությունից եւ ծակծկոցից։ Սիրտս նորմալ է, թե ինչ-որ այլ խնդիր կարող է լինել։ Հիմնականում դա լինում է կարպալ թունելների ժամանակ կամ ողնաշարի պանցային խնդիրների ժամանակ։ Նման դեպքերում անպայման առաջնայինը նեյրոմիոգրաֆիան է։ Ունեմ ողնաշարի ճողվածք, որ դեպքում կարող եմ բուժվել նյարդաբանի մոտ եւ երբ է արդեն վիրահատական։ Շատ հետաքրքիր հարց իրականում երբ է վիրահատականը դա չի որոշում նյարդաբանը, դա որոշում է նյարդաբանը նեյրովիրաբուժի հետ միասին բուժման, այսպես ասած, կոմպլեքս բուժման անարդյունավետությունից հետո, ճողվածքի տեսակից, չափսից, տեղակայումից, շատ գլոբալ հարց է, դա շատ ինդիվիդուալ մոտեցում է, կարող է լինել փոքրիկ, բայց լինի վիրահատական, կարող է լինել մեծ, բայց մենք դեռ չվիրահատենք, կարող է լինել մեծ, բայց նրան օգնի դեղորայքային բուժումը եւ կոմպլեքս ֆիզիոկինեզոթերապիան, երբեմն բլոկադաները, այսինքն շատ ինդիվիդուալ մոտեցում է։ Նման դեպքերում արդեն կախված է կլինիկայից ամենաշատը։ Միֆ թե իրականություն։ Նյարդային բջիջները չեն վերականգնվում, ինչ վնասվեց ընդմիշտ է։ Նյարդային բջիջները չեն վերականգնվում միայն նեյրոդեգեներատիվ պրոցեսների ժամանակ, կամ օրինակ ինսուլտների ժամանակ, այսինքն այն դեպքում, երբ որ օրգանապես նեյրոնալ բջիջը վնասվել է։ Եթե այն նյութաբոխանական խնդիր է, եթե այն որոշակի սխալ ապրելակերպի հետևանքով խնդիր է, այն կարելի է վերականգնել եւ վերափոխել։ Գլխացավերը միշտ նյարդաբանական խնդիրներ են կամ սրտից են գալիս։ Ոչ միշտ։ Բայց հիմնականում ENMG հետազոտությունը շատ ցավոտ է եւ վտանգավոր, կարծում եմ այս ամենի մասին արդեն խոսեցինք։ Շնորհակալություն Բժշկուհի Գասպարյան, շատ հետաքրքիր, անմիջական եւ շատ ինֆորմատիվ զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները լավագույն լուծումն են ձեր ազատ քայլքի ճանապարհին։ Նաև ունենք լավ նորություն, քանի որ United Orthopedic-ի եվրոպական էնդոպրոթեզները այլևս հասանելի են ամբողջությամբ պետպատվերի շրջանակներում կամ որոշակի հավելավճարներով որոշ մոդելների դեպքում։ Եվ մայիսյան տոներին ընդառաջ United Orthopedic-ը եւ Immunized հաղորդաշարը իրար հետ միասին հայտարարել են ակցիա։ Առաջին 9 մասնակիցները, ովքեր կզանգահարեն եւ կպլանավորեն վիրահատությունը, կստանան նվեր պրոֆեսիոնալ կինեզիստի խորհրդատվություն եւ բուժում լիովին անվճար, որը կօգնի ձեզ ավելի շուտ վերադառնալ ակտիվ կյանքի։ Ընտրեք United Orthopedic-ը եւ բարելավեք ձեր կյանքի որակը։ Եվ շարունակելով ասեմ, որ այս հետաքրքիր զրույցի արդյունքում մենք խոսեցինք մի շարք խնդիրների մասին, որոնցից շատերը կարծում եմ դուք ինքներդ ունեք։ Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, եթե ունեք այս գանգատները, որոնց մասին մենք խոսեցինք, դիմեք բժշկի, դիմեք պրոֆեսիոնալների եւ ազատվեք ցավից, պահպանեք ձեր առողջությունը եւ կյանքի որակը։ Սա Immunized հաղորդաշարն էր եւ ես բժիշկ Գրիգոր Ավետյանը։ Սիրով կհանդիպենք հաջորդիվ։